Otarie grume sanveli manke Otararevne kurkurel kezin Otarie grume sanveli manke Otararevne kurkurel kezin Ariyan kogancha atsakne berel Asafi hamar konyak nestevel Ariyan kogancha atsakne berel Asafi hamar konyak nestevel Amo canamo pero sandaman Asafi sorar monte melkonyak Amo canamo pero simsirat Oku gerasa anga taramanas Jenkin keraner posinu abon Ashnag merujan aveher mabon Jenki ankeraner posinu abon Ashnag merujan aveher mabon Amo canavo pero sandaman Asafi zoravar monte melkonyan Amo canavo pero simsirat Բոլորդ գիտեք, որ այսօր նոյեմբերի 25-ին Մոնթե Մելքոնյանի Արցախյան հերոս, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, մարտական անունով հայտնի Մոնթեի ծննդյան տարեդարձն է, 68-ամյակն է այսօր, եւ այս մենք էլ ենք եկել մեր հարգանքի տուրքը մատուցելու եւ մեծ անակնկալ եւ ուրախություն էր մեզ համար, որ այսօրը եկել են նաև նշելու Հայասպետ դպրոցի հիմնադրամի ուսուցիչները, աշակերտները, այսինքն այն նոր սերունդը, ով եկել է հերոսը եւ հերոսականությունը իր հոգու մեջ կրելու, իր սրտի մեջ կրելու եւ դրա հարակայությունը, հարատեվությունը, անընդհատությունը պահպանելու համար։ Եվ ավելի քան այսօրը նշանակալից օրը չկա հենց երեխաներին փոխանցելու մեր հերոսներին իրանց հերոսականությունը եւ ավելին այդ հերոսականությունը փոխանցելու այսօր ներկա մարդիկ կան այստեղ ովքեր Մոնթե Մելքոնյանի Ավոյի հետ միասին մասնակիցն են եղել Արցախյան առաջի պատերազմի եւ այդ հաղթանակը նրա հետ միասին իրենք են կերտել եւ հիմա այսօր ներկա է իր զինակից լավագույն ընկերներից մեկը մեր գեներալ մայոր Վարդան Ավետիսյանը ով որպես հենց այդ ամեն ինչին մասնակից կպատմի մեր լեգենդի Ավոյի Մոնթե Մելքոնյանի մասին։ Խնդրեմ պարոն Ավետիսյան, երեխաներին փոխանցեք այն ամբողջ ոգեղենությունը, որ դուք անցել եք Արցախյան առաջ հերոսամարտի ճանապարհին եւ թող երեխաներ այսօր այս հերոսականությունը իրենց սրտում եւ ոգում տանեն տուն եւ իրենց ամբողջ ուսումնական տարիները եւ ամբողջ կյանքը լցնեն այդ հերոսականության ոգով։ Խնդրեմ, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Նախ ուզում եմ իմ սրտե իմ շնորհակալությունը հայտնել Հայ ասպետ կրթադաստիարակչական դպրոցի սաներին, ուսուցչական կոլեկտիվին, ուսուցիչներին եւ նա տնօրեն Կարին Տնոյանին, որ կազմակերպել է այս այցը Սուրբ Եռաբլուր Պանթեոնը, երեխաներին եւս մեկ անգամ առարկայաբար ցույց տալու թե Սուրբ Եռաբլուր Պանթեոնում ինչպիսի հերոսներ են ննջում եւ նրանք ինչ առաքելությամբ են հայտնել Սուրբ Պանթեոնում, Եռաբլուր Պանթեոնում։ Քանի որ այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան 68-րդ տարեդարձն է, պետք է ասեմ, որ Մոնթե Մելքոնյանը կենթանի լեգենդար ազգային հերոս է եւ իր վառ անհատականությամբ տարբերվում է բոլոր հերոսներից։ Իր արդարամտությամբ, իր սկզբունքայնությամբ, իր պահանջկոտությամբ, իր հայրենասիրական ուրեմն ձգտումներով, իղձերով ու բաղձակներով, նաև թշնամու հանդեպ ուներ առանձնահատուկ հարգանք ու վերաբերմունք։ Երբեք թույլ չէր տալիս, որ թշնամու գերեին, թշնամու վիրավորին հալածել։ Ճիշտ հակառակ, նույնիսկ դեպք էր եղել, որ թշնամու վիրավորին մեզ ստիպել էր, որպեսզի մենք արյուն տանք թշնամու վիրավորին։ Եվ մենք արյուն ենք տվել թշնամու վիրավորին, ու նա փրկվել է, չի մահացել։ Ես մի փոքրիկ ուզում եմ ձեզ եւս մեկ իրողություն որպես ապացույց հնչեցնել տալ, որ այն ասեկոսությունները, որ տեղի է ունենում, թե իբրև թե Մոնթեին հայերի ձեռքով են ոչնչացրել,
դա իրականության հետ բացարձակապես աղերս չունի, չի համապատասխանում իրականությունը։ Ես ինքս եղել եմ անմիջապես այդ օրը 1993 թվականի հունիսի 12-ին այդ մարտական գործողության ժամանակ Մոնթեի հետ։ Մենք այդ օրը Մարտունի ինքնապաշտպանական շրջանից պլանավորված հարձակվել էինք Ադրբեջանի Եվլախ կոչվող շրջանի մերձակա գյուղերի վրա եւ հաջողության էինք հասել։ Օրվա ժամի 12-ին գրեթե թշնամու առաջնագիծ ամբողջովին գրավել էինք։ Եվ երբ մենք խնդիրները կատարել վերջացել էինք, Մոնթե Մելքոնյանը իր համատարական կետից ժամանեց մեզ մոտ։ Այդ ընթացքում մեր բոլոր ստորաբաժանները հավաքվել էին Աղդամ Եվլախ տարվող գլխավոր մայրուղու վրա գտնող մի հատ ֆերմա կար, այդ ֆերմայի շուրջը, եւ այդ ֆերմայում գտնվում են թշնամու սպառազինությունից տանկ ու հրետանու արկեր եւ այլ արկեր եւ այլ տեսակի արկեր։ Մենք հավաքվել ենք այդտեղ, որպեսզի հերթական խնդիրը կատարենք, շարժվենք դեպի այդտեղից Մարզուլից Բաղմանլար կոչվող գյուղը։ Իդեպ ասեմ, որ այդ ուղղությամբ էլ հարձակում էր Մարտունի ինքնապաշտպանական շրջանի Բերթաշեն գյուղից Նելսոն Սողոմանյանի գլխավորությամբ գործող ստորաբաժանումը։ Նրանք հաջողության են հասել եւ գրավել են Մարզուլի գյուղը։ Եվ երբ Մոնթեն ժամանեց մեզ մոտ, մենք բոլորս հավաքվեցինք Մոնթեի շուրջը եւ Մոնթեն կապի միջոցով ուղակի կապեց Նելսոն Սողոմանյանի հետ եւ ասեց գրավել է գյուղը, կարող է ինքը շարժվել դեպի գյուղը։ Պատասխանը դրական է, որ ամբողջ գյուղը գրաված է, թշնամին փախել է, գյուղը ազատագրված է եւ կարող եք Աղդամ, Մարզիլի եւ Լախ մայրուղով շարժվել դեպի այդ գյուղը, Մարզիլի գյուղը։ Մենք ոգևորվածությամբ մի քանի հոգով հրամանատարներով թռչեցինք Մոնթե Մելքոնյանի մեքենայի մեջ նստենք, որ մեքենայի հետ շարժվենք դեպի այդ գյուղը։ Այդ մեքենայի մեջ 7 հոգով նստած էինք եւ մեքենայի մեջ գտնում էր Մոնթեն, իր վարորդը Կոմիտասը, գտնում էր Հովիկը, Ճարտարի գումարտակի հրամանատարը, գտնում էր Մոնթե Մելքոնյանի տեղեկալը Սարոն, գտնում էր հետախուզության պետը Սարիբեկը, գտնում էր Պարսկահայ Գևորգը, գտնում էր եւ ես։ Եվ ստացվեց այնպես, որ 7 հոգով խցվել էինք այդ մեքենայի մեջ, ու տարիքով ամենափոքրը ես էի։ Եվ ստացվեց այնպես, որ ինձ ասին դու դուրս արի, մեքենայից դուրս արի, ավտոներով կգաս, իսկ Մոնթեն խնդրի դրեց, որ մեքենաները բեր ու այդ ֆերմայում գտնող արկեր լրիվ հավաքի։ Ու մեքենաներով կմոտեցնես իմ ասած տեղը։ Եվ իրենք այդ 6 հոգով շարժվեցին այդ մայրուղով դեպի Մարզուլու 93 թվականի հունիսի 12-ին, ժամի 12:30-12:30 այդ ժամերին։ Եվ 10-15 րոպեից հետո կապի միջոցով հայտնեցին, որ ինչ որ թշնամու տեխնիկա է դուրս եկել այդ ճանապարհի վրա, որտեղ ճանապարհի աջ կողմի եզրագծով եգիպտացորենի դաշտեր էր, մեծ դաշտեր էր եգիպտացորենի, այդ եգիպտացորենի դաշտերով ճանապարհ էր գալիս։ Այդ մարտական մեքենա թշնամու Հմ1 մարտական մեքենան այդ եգիպտացորենի դաշտը որ գալիս է, նա չէր երևացել։ Եվ նա դուրս է եկել մեքենայի վրա, ուղիղ մեքենայի վրա դեմ առ դեմ։ Ուղղահայաց, դիմարդարձ 30-40 մետրի վրա։ Եվ ի՞նչ է տեղի ունեցել։ Մեքենան անմիջապես կանգնեցրել են, մեքենայից իջել են, եւ Մոնթե մեքենայի դուռը բացել է, մեքենայի վրա ավտոմատով դրեց սկսել է կրակել BMP-ի վրա։ Բոլորն մեքենայից իջան, սկսել է դիմադարձ մարդ։ Մարդը տևել է ընդամենը 10-15 րոպե։ Եվ այդ ընթացքում թշնամու մարտական մեքենան անկամոն սկսել է կրակելը։ Եվ այդ կրակահերթի ժամանակ այդ արկերից մեկը Մոնթեի հետև մի հատ ժելեզաբետոնի ստովբա կար։ Կպել այդ ստովբային ու բեկորից Մոնթեն բեկորից է զոհվել։ Մոնթեի գլխի մեջ գլխուղեղում 10-15 սանտիմետր երկարությամբ մետաղի կտոր էր մտել, բայց ոտքից էլ վիրավորված է AK-ն պատրոնով։ Երբ մենք 10-15 րոպեից հասել եք այդտեղ, արդեն ամեն ինչ վերջացված էր։ Մոնթեն զոհված,
Սարիբեկը վիրավոր, Սարոն վիրավոր, Օմիտասը վիրավոր ու Սարիբեկը արյունահեղությունից մահացավ եւ արդյունքում մենք ունեցանք այն ինչ որ ունեցանք եւ այսօր այդ խոսակցությունները որ շրջանառվում է թե իբրև թե Մոնթեին հայերի ձեռքով են գնդակարել հայերի ձեռքով են ոչնչացել դա իրականությանը չի համապատասխանում ես ուզում եի այսքանը ձեզ ներկայացնել որ դուք իմանաք ճշմարտությունը որ դուք եկել եք հասել Մոնթեի գերեզմանը եւ գերեզմանի խունկ խնկելով իմանաք որ Մոնթեն իր կյանքը նվիրաբերել է հանուն ձեզ հանուն մեզ, հանուն հայրենիքի, հանուն վառ ապագայի եւ ես գտնում եմ որ այդ ապագան գալու է միշտ հիշեք մեծերը ինչքան էլ որ ինչ զոհողությունների գնով լինեն երբ նրանք նահատակվում են նրանց հիշատակը վառ է մնում հուրհավիտյան հիշեք եւ Մոնթեի վառ օրինակով Մոնթեի շնչով լցվեք թույլ տվեք սրանով եզրափակել եւ շնորհակալություն Մենք ենք շնորհակալ պարոն Ավետիսյան երեխեք բոլորից շնորհակալ ենք որ համակ ուշադրությամբ լսեցիք այո պետք է ասել որ Մոնթեն գուցե ինքը ֆիզիկապես ժառանգ չունեցավ բայց այսօրվա ներկա այս սերուցքը այս սերունդը հենց վկայում են նրան որ սա Մոնթեի ժառանգներն են եւ Մոնթեի սերունդն է եւ պետք է ասենք այո եւ Մոնթեն եւ Մոնթեից հետո ամբողջ մինչ այսօրը ցույց է տալիս նույն Հայասպետը, որը կրում է Մենուա Հովանիսյանի անունը, Մենուան էլ ինքը լինելով հերոս, ցույց է տալիս, որ հայոց մեծ հերոսականությունը հավերժական է, այն եկել է Հայկ Նահապետից, շարունակվել է բոլոր մեր հերոսներով, մեր նահատակներով, շարունակվել է Մոնթեով, շարունակվել է Մենուա Հովանիսյանով եւ ներկա սերունդն էլ, որ կրում է նրանց ոգին, այդ հարատևությունը եւ հարակայությունը անընդհատ է լինելու։ Շնորհակալություն ենք հայտնում նաեւ ձեզ, որ ներկա եք, բայց ասենք հերոսականությունը սկսում է դբրոցական դասարանից եւ դբրոցական սեղանից, այնպես որ այսօր ձեր հերոսականությունը դրսևորվել է ձեր ուսումնատենչությամբ, գերազանց ուսումնառությամբ եւ ապագայի հանդեպ այդ ապագան նվաճելու վճռականությամբ։ Միայն այդպես դուք կարող եք հաղթահարել ամեն տեսակի փորձություններ եւ ապագան հայոց աշխարհի եւ հայոց ազգի համար կերտել լավագույնս իբարս մեզ եւ նաեւ մեր նահատակների այս երաբլուրից հեռանանք այս ոգեղենությունը մեր մեջ կրելով եւ կյանքին ընթառաջ գնանք այդ հաղթական մղումը այդ հաղթական վստահությունն ու հավատը մեր մեջ կրելով շնորհակալ ենք բոլորիցը շնորհակալություն ձեզ հարգելի ներկաներին եւ նաեւ մեր ունկնդիրներին պետք է ասենք որ այսօր նոյեմբերի 25-ին Մոնթե Մելքոնյանի 60-ամյակին իր Գերեզմանի ներկա է նաև Մոնթե Մելքոնյան ուսումնական վարժանի հիմնադիր Ալեքսանդր Մինասյանը, որը նույնպես երկար ճանապարհ է անցել մարտական եւ մեկ-երկու խոսքով ներկայացրեք եւ վարժանի մասին եւ ընդհանրապես այդ վարժանի տված սաների մասին։ Պիտի ասեմ, որ հենց պատերազմը վերջացավ, Վազգեն Սարգսյանը մի օր ինձ ասաց, չես ուզում Մոնթեի անունով ստեղծենք ուսումնական հաստատություն։ Ասի իհարկե, ուզում եմ։ Եվ ստեղծեցինք Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանը, որը հետագայում դարձավ ռազմական ուսումնարան եւ իր Հայաստանի Հանրապետությանը տվեց իր առաջի լեյտենանտները։ Իմիջիայլոց պիտի ասեմ, որ մի փոքր հեռվում հիմա մենք կմոտենանք, պարկած է նաեւ մեր Մոնթե Մելքոնյանի առաջի սաներից մեկը ազգային հերոս Ասատրյան Վահագը, որը նմանվեց Մոնթեին եւ դարձավ ազգային հերոս։ Այսինքն դուրս է գալիս, որ հերոսը եւ հերոսականությունը իր շարունակականության մեջ սերնդեսերունդ փոխանցվում է դեր ասած Անդրանիկից, Վազգենից, Մոնթեից եւ Վահագնից եւ այդպես շարունակաբար։ Հերոսականությունը դա հայի ծննդականն է, կարելի ասել, որտեղ այդ նույն հերոսականությամբ Հայկ Նահապետը հաղթեց Չարիք Համակարգբելին եւ ծնունդ տվեց հայոց ազգի եւ այդ հարատեվության մեջ հերոսականության այն սերնդեսերունդ փոխանցվում է, ինչի վկայությունը դուք ասեցիք, որ այո Մոնթե Մելքոնյանի անունը կրող ռազմամարզական ուսումնարանը վարժանը տվեց իր հերթական հերոսներին եւ մի հերոսն էլ հենց Վահագն Ասատրյանն է, որի գերեզմանին խնդրեմ մոտենալ եւ ծաղիկ դնել։ Շնորհակալություն։
Արցախի քաջերը դիդայները Օգերեզմանին երկու